Հայաստանյան իրողություններից, եթե մեր մոտ մարդը առանց գրանցումի աշխատում է, 3 միլիոն հարկային է տուգանվում։ Իսկ եթե մարդը գողություն է անում 3 միլիոն դրամ, պետությունը տենց մի 3 ամսով տնային կալանք, մի 150,000 պետական օրինական տուգանք է վճարում, մի 100,000 դատապաշտպանին փող ու մարդը 3 ամիս տունը իջնում հայակ ֆրֆռնում տնային կալանքը սենյակին այս կամերային նման չի կարս իջնես հայտ մի 50-100-200 մետր դիստանցիայով ֆրֆռած վայելես։ Իսկ եթե աշխատանքից մոգոնում, աշխատանքից ձեռնարկում, մոտիկների, ծանոթների տեղերքով ինչ-որ բան ես ձեռնարկում եւ քո մոտիկին, որ ուզում ես օգնես բերես քո մոտ գործանելու, թեկուզ մի ժամվա, 2 ժամվա կտրվածքով չգրանցելու համար պետությունը քեզ 3 միլիոն դրամ մխում է։ Այսինքն աշխատելու համար 3 միլիոն դրամ մխում է, իսկ 3 միլիոն դրամ գողանալու համար 150,000 տուգանք ես տալի, տնային կալանք է տալի 3 ամիս, մի քիչ նվնվալու բանով, արդյունքում ինչա, որ մենք կոնսուլյադիա բանկ անասնաֆերմայի կարգավիճակում ենք, եք չպետությունը աշխատանքով չի ապահովում, ոչ մի բանով չի նպաստում, բնական մոնոպոլիաներ, սակագներ, բանկային տերոր, կազինո հարկային տերոր, մի հատ էլ աշխատանք ձեռնարկելուց մարդուն 3 միլիոն դրամ տուգանում են։ Քո մոտիկին բարեկամի կամ տղերքով հավաքվեց ինչ-որ բան ձեռնարկես, գործանես, աշխատանք այդ գործը կարող է մի 2 շաբաթից մի ամսից գմփա, բայց 3 ամսվա հարկային պարտավորությունը պիտի անես, չգրանցիր 3 միլիոն դրամ ամեն աշխատողի համար տուգանում ես։ Դա այն դեպքում իբր պետությունը դե կասեք բյուջեա լրացնում է, անում են անում, մեր բանկերը, որը պետությանը հարկ չեն տալի, ոչ մի բանկ Հայաստան պետությանը հարկ չի տալի, մենակ աշխատողի սոցվճարն է տալի, այսինքն աշխատողի աշխատավարձից պետությանը հարկ է տալի։ Օրինական ես վերջերս են հրապարակել աշխատելա 8-ից 12 միլիարդ դոլար։ Մեր բոլոր բանկերը միասին, վարկային կազմակերպությունները միասին։ Այսինքն մեր բյուջեն 4-ից 5 միլիարդ դրամ է, իսկ բանկերը աշխատում են 8-ից 12 միլիարդ դրամ, 2-3 անգամ ավելի շատ, բայց բանկը հարկ չի տալի։ Մեր 200 խոշոր հիմնարկ ձեռնարկությունները տարսը մեր բյուջեի 98%-ը, իսկ մենք հարկայինում գրանցված ունենք 118,000, կարող է 119,000 ԱԶՍՊ, իսկ այն մնացածը տարսը մեր բյուջեի 2%-ը։ Եթե մենք նայենք բյուջեի լրացումները, որտեղից ինչ եկամուտ է գալի, աշխատանքային սոցվճարների լրացումը մի քանի 100 միլիոն դոլար է կազմում, ոչ ավել։ Իսկ նորից եմ շեշտում, ընդամենը բանկերը, որ 8-ից 12 միլիարդ դոլար են աշխատում Հայաստանում, մեզ բոլորից կեղեքելով, թալ անելով, անկախ նայած մարդ վարկ ունի, թե չէ, այդ ապրանքները, որ գնում է, ծառայություններից օգտվում է, արդեն վարկի տոկոսը մեջն է, այդ պետությունը բանկերից չի վերցնում։ Իսկ ինչքան է հասույթը աշխատանքի սոցվճարների հավաքագրումը մեր պետության բյուջեի, օֆիցիալ թվերով 150-200 միլիոն դոլար է տարեկան։ Բայց մարդուն աշխատանք, որ գործազրկություն կա, աշխատանքային իրավունքը քուչիշան ավելի լավ է վերաբերվում, քան թե աշխատողներին այնտեղ պետական համակարգում կամ մեծ ընկերություններում, ես մինչև 7, 5, 7, 12 աշխատատեղ ունեցող այդ փոքր բիզնեսին չեմ ասում, դրանից ավել որտեղ դա անձնական հարթության վրա է, իսկ դրանից ավել բիզնեսը, դա աշխատանքային իրավունքը չգնաս ալևի ձեռքերին գնաս, քան թե ինչ-որ պետական համակարգում կամ մեծ ընկերությունում աշխատանքի տեղավորվեց ալիգարխի մոտ աշխատանքի տեղավորվեց վերաբերմունքը ավելի ստորացուցիչ է, քան թե ալևի մոտ գերին գնելը։ Օրինակ Միջին Ասիայում մարդուն այդ աշխատանքի պետությունը ամեն ինչ չի կարող աշխատանքով ապահովել, բայց նենց չի մարդը աշխատանք ունեց, պետությունը գալու տուգանում է մեր հարևան Վրաստանում, տենց չի ամսական մինչև 3000 դոլար եկամուտ, ոչ թե շրջանառություն, այլ մինչև 3000 դոլար եկամուտ ունենալու դեպքում մարդը հարկային պարտավորություններ չունի։ Պետությունը չի կարող ապահովի աշխատանքով ասում ձեր գլուխը պայ, բայց ինքը չի նեղում։ Այդ ձևը Հայաստանում է, ձևը Ադրբեջանում է, ձևը Ռուսաստանում, որ մարդուն աշխատելու համար պատժում են։ Իսկ մեր հարևան Վրաստանում, Թուրքիայում նույնիսկ, մեր շատ չսիրելի, դա այդ ձև չի, մարդուն աշխատելու համար չեն պատժում։ Պատժում են անասունին աշխատելու համար, որտեղ անասունը տիրոջը օգուտ պիտի
դա նույնիսկ գերուն չեն պատժում, ստրուկին չեն պատժում աշխատելու համար, ճորտին չեն պատժում, մարդուն ընդհանրապես չեն պատժում, լինի ստրուկ, գերի, ճորտ, թե ազատ մարդ, ոչ մեկին չեն պատժում, պատժում են կոնսուլատիվ այդ Բիդլա անասնաֆերմա կարգավիճակում ռուսկի միրով օկուպացված տարածքներում, Միջին Ասիայում այդ տենդենսը մենակ post-սովետական երկրներում, ռուսական օկուպացիան տեսած, սովետատեսած երկրներում, բայց Միջին Ասիան խոսքի դրանից էլ է, այդ հետամնաց կոչվող միջինասիացիները հետևությունը